Բարև ձեզ հարգելի դաստիարակներ, այսօր ես ուզում եմ ձեզ հետ զրուցել կարողունակահեն մոտեցման մասին և օգնել ձեզ կիրառել այն ուսուցման և զարգացման գործընթացում։ Ինչպես արդեն գիտեք, իմ կողմից իրականացվել է կարիքի գնահատում և դիտարկումների ժամանակ պարզ է դարձել, որ դաստիարակներից 4-ը դեռ այդքան էլ լավ չեն յուրացրել կարողունակահեն մոտեցման կիրառումը առօրյա պարապմունքների ժամանակ։ Հիմա կցանկանայի լսել ձեզ, թե ինչ է կարողունակությունը։ Ինչ է կարողունակությունը։ Գիտելիք, արժեք, վերաբերմունք, այո, գիտելիք, արժեք, արժեք և վերաբերմունք, վերաբերմունք, դիրքորոշում, մունք կամ դիրքորոշում և հմտություններ։ և հմտություններ, այո, շատ ճիշտ է։ Սեմինարի նպատակն է դաստիարակների մոտ զարգացնել կարողունակահեն մոդելավորման մոտեցումը և օգնել կիրառել այն ուսուցման և զարգացման գործընթացում, ապահովելով սաների կարողությունների բացահայտումն ու զարգացում։ Ինչ ակնկալիքներ ունեք այս սեմինարից։ Նոր գիտելիքներ ձեռք բերել, եղած գիտելիքները ամրապնդել և ավելացնել։ Մոտիվացիա երեխաների մոտ կարողունակությունը նկատելու և զարգացնելու համար։ Շատ լավ։ Այսօր ակնկալվող արդյունքը դաստիարակների մոտ խորացնել իրենց գիտելիքները կարողունակահեն մոդելավորման սկզբունքների վերաբերյալ, դաստիարակները կկարողանան առավել հմտորեն կիրառել այն գործնականում և կզարգացնեն 21-րդ դարի համագործակցային հմտությունները։ Դաստիարակներ, իսկ հիմա ես կներկայացնեմ ձեզ արդեն ծանոթ սահմանումներ կարողունակահեն մոտեցման մասին։ Դե եկեք միասին Սահիկ օգնությամբ վերհիշենք մի քանի կարևոր կետեր։ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը որպես հանրակրթության պետական կրթական չափորոշիչի բաղկացուցիչ մաս բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, ապահովելով նախադպրոցականի անձի ձևավորումն ու զարգացումը։ Ինչ է կարողունակությունը, հարգելի դաստիարակներ։ Կարողունակությունները նախադպրոցական տարիքի երեխաների կողմից ուսուցման և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, հմտությունների, ինչպես մենք ասեցինք, հմտությունների, արժեքների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։ Կարողունակության բաղադրիչներն են, ինչպես նշեցինք մենք, գիտելիք, հմտություն, արժեք և վերաբերմունք։ Ինչ կարողունակություններով պետք է օժտված լինի նախադպրոցական ուսումնական հաստատությունը ավարտած սանը։ Ըստ Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի սահմանված են հետևյալ 9 կարողունակությունները։ Դե եկեք միասին նշենք այդ 9 կարողունակությունները։ Լեզվական և հաղորդակցական կարողունակություն, Այո։ Ճանաչողական կարողունակություն, տնտեսական կարողունակություն, թվային և մեդիա կարողունակություն, Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն, ժողովրդական և քաղաքացիական կարողունակություն, Այո, թվային և մեդիա կարողունակություններ։ Մեզ քաջ ծանոթ արդեն 9 կարողունակությունները։ Հարգելի դաստիարակներ, ինչպես համադրել կարողունակությունները ու կրթական վերջնարդյունքները։ Կարողունակությունները բնութագրում են, թե ինչ հմտություններ է երեխան դրսևորում տարբեր խնդրահարույց իրադրություններում։ Իսկ կրթական վերջնարդյունքը դա արտացոլում են երեխայի գործողությունների տրամաբանությունը։ Կրթական վերջնարդյունքները կձևավորեն կարողունակություն, եթե երեխայի ոլորտային զարգացման ձեռքբերումները դրսևորվեն նպատակային գործողություններով։ Կարողունակությունների ձևավորման քայլաշարը։ Ինչպես ձևավորել կարողունակություններ։ Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակային բաղադրիչների վերջնարդյունքները, կրթական վերջնարդյունքները ըստ զարգացման ոլորտների ձևավորեն կարողունակություններ։ Կարողունակահեն մոտեցման պարապմունքի պլանավորումը։ Հարգելի դաստիարակներ, մենք պարապմունքը պլանավորելիս պետք է իրականացնենք այս քայլաշարը։ Պետք է նախնական ընտրենք թեմա, ծրագրային բաղադրիչը, նպատակ, գործողություններ, վերջնարդյունքներ,
պահպանել պարտադիր կապը չափորոշչի հետ, կարողունակություն, անհրաժեշտ նյութերը եւ ընթացքը։ Ընթացքի ժամանակ դաստիարակներ դուք պետք է կիրառեք տարբեր մեթոդներ։ Պետք է պարտադիր օգտագործել գնահատման գործիքներ։ Ձեր պարապմունքը պետք է բխի նպատակից, որպեսզի դուք հասնեք ձեր վերջնարդյունքին։ Եկեք միասին վերհիշենք մեր ավանդական մոդելավորումը, այն ժամանակ ինչպես ենք աշխատել եւ հիմա կարողունակահեն մոդելավորման ժամանակ ինչպես պետք է իրականացնենք։ Կենտրոնը գիտելիքների փոխանցումը հիշողության զարգացում։ Ավանդական մոդելավորման ժամանակ գիտելիքների փոխանցումը հիշողության զարգացում։ Իսկ կարողունակահեն մոդելավորման ժամանակ երեխայի անհատական կարողունակությունների բացահայտում եւ զարգացում։ Ուսուցման նպատակը երեխան իմանա եւ վերարտադրի ավանդականի դեպքում։ Իսկ կարողունակահեն մոդելավորման ժամանակ ուսուցման նպատակը երեխային սովորեցնել մտածել, համագործակցել, կիրառել, սովորածը իրական իրավիճակում։ Այսինքն դուք պետք է բերեք իրականություն։ Մոտեցումը երեխային։ Երեխան դիտվում է որպես տեղեկատվության ընդունող, իսկ կարողունակահեն մոդելավորման ժամանակ մոտեցումը երեխային։ Երեխան դիտվում է որպես ակտիվ մասնակից, ստեղծող եւ որոշումների ընդունող։ Պարտադիր ձեր պարապմունքների ժամանակ երեխան պետք է լինի ստեղծող, ակտիվը պետք է լինի երեխան։ Պետք է դուք տրամադրեք իրենց խմբային աշխատանքներ, ենթախմբային աշխատանքներ, երեխան պարապմունքի ժամանակ պետք է միշտ լինի ակտիվ։ Դուք միայն ուղղորդողն եք, դուք ուղղորդում եք, որ երեխաները ճիշտ կարողանան ձեռք բերեն իրենց հմտություններն ու գիտելիքները։ Ավանդական մոդելավորման ժամանակ գնահատումը արդյունքը ըստ սովորածի քանակի։ Իսկ կարողունակահեն մոդելավորման ժամանակ գնահատումը արդյունքը չափվում է ոչ միայն գիտելիքների քանակով, այլ երեխայի հմտություններով եւ մոտեցումներով։ Խաղը եւ ստեղծագործությունը հաճախ երկրորդ պլան էր ավանդականում, դուք կհիշեք։ Իսկ կարողունակահեն մոդելավորման ժամանակ խաղը եւ ստեղծագործությունը հիմնական գործիքն են կարողությունների զարգացման համար։ Կարճ ասած, հարգելի դաստիարակներ, ավանդական մոդելը սովորեցնում է գիտելիք ունենալ, կարողունակահեն մոդելը սովորեցնում է գործել ու կիրառել գիտելիքները։ Մենք վերհիշեցինք կարողունակահեն մոդելավորման մոտեցման սկզբունքները, իսկ հիմա գործնական աշխատանքի վրա կամրապնդենք այն։ Մենք կբաժանվենք երկու խմբերի եւ յուրաքանչյուր խումբ կպլանավորի պարապմունք։ Առաջին խումբը ծրագրային բաղադրիչը կընտրենք խոսքի զարգացում, թեման 3 խոզուկների հեքիաթի ունկնդրում։ Զարգացնել հաղորդակցական կարողունակությունը։ Վերջնարդյունքը կլինի լսի աուդիո հեքիաթներ եւ քննարկի դրանք։ Վերպատմի լսած պատմությունը կամ հեքիաթը, պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը եւ խոսքի քերականական կողմը։ Երկրորդ խումբը կլինեք դուք։ Ձեր ծրագրային բաղադրիչը կլինի ինչ շրջապատող աշխարհը։ Թեման 3 խոզուկներ։ Զարգացնել ճանաչողական կարողունակությունը։ Վերջնարդյունքները կլինեն հորինի եւ խաղադերային խաղեր, խաղի մեջ կատարի դերաբաշխումներ։ Ձեր աչև դրված թղթերի եւ գունավոր մատիտների օգնությամբ կպլանավորեք կարողունակահեն մոտեցման պարապմունքի գործընթացը։ Դե սկսեցինք։ Լավ, հարգելի դաստիարակներ, ավարտեցիք ձեր աշխատանքը, իսկ հիմա յուրաքանչյուր խմբից մեկ մասնակից մոտենա եւ ներկայացնի իրենց խմբի աշխատանքը։ Խնդրեմ, առաջին ծրագրային բաղադրիչը խոսքի զարգացումը։ Այո։ Այսօրվա մեր ծրագրային բաղադրիչը խոսքի զարգացնում է եւ մեր թեման 3 խոզուկներն են։ Վերջնարդյունքից վերցնելով մենք
գրել ենք նպատակը ձևավորել երեխաների մոտ հեքիաթ լսելու, դրանք վերլուծելու կարողությունները եւ երեխաները հետևեն խմբի պարզ կանոններին։ Այնուհետև գործողությունների ընթացքում առաջին հերթին խաղ ենք խաղացել գուշակիր հեքիաթը մեկ նախադասությունից։ Հեքիաթի ընթերցում ենք այնուհետև հաջորդ քայլը կատարել ենք ամփոփում հարցերի եւ հարցադրումների միջոցով, գնահատումը կատարել ենք աստղաթափ գնահատման գործիքի միջոցով։ Մեր վերջնարդյունքի ընթացքում վերջում պետք է սաները կարողանան լսեն հեքիաթը, վերապատմեն լսած հեքիաթը եւ կարողանան արտահայտել իրենց կարծիքները։ Այստեղ կապը չափորոշչի հետ ենք պահպանել ենք ԽՀԱ, ԻԱԱ, ԱԲԳ կարողունակություններից այստեղ մենք ունենք ճանաչողական, լեզվական եւ մոտիվացիոն եւ անհրաժեշտ նյութերը ունեցել են ձեռքի տակ գիրք եւ պաստառ։ Պաստառի միջոցով երեխաներին ցուցադրելով երեխաները այնուհետև կարողացել են ներկայացնել հեքիաթը։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Խնդրեմ մյուս խմբի մասնակից ձեր ծրագրային բաղադրիչը Տիշոնը, Տիշան, այո։ Բերեք չփակենք մեր աշխատանքը, այո։ Ծրագրային բաղադրիչը Իշան է, մենք ունենք կարողունակություն եւ վերջնարդյունք, ճանաչողական շարժարիթային կարողունակություն եւ վերջնարդյունքը որինի խաղադերային խաղեր, խաղի մեջ կատարի դերաբաշխում։ Ուրեմն նպատակ ենք առանձնացրել զարգացնել կապակցված խոսքը, զարգացնել երևակայությունը եւ դերաբաշխումներ կատարելու հմտություն։ Ուրեմն պահպանել ենք կապը չափորոշչի հետ, իհարկե դուրս եմ գրել մի երկու կետ եւ պարապմունքի պլանավորման ընթացքը։ Նախ որպես խթանում, խիք համակարգիչ ենք օգտվում, պլանավորում որպես խթանում կախարդական արքիկ խաղն ենք խաղացել, տուփի մեջ թաքցրել ենք խոզուկներին, խաղալիքի տեսքով, թափահարելով պետք է երեխաները գուշակեին, թե տուփի մեջ ինչ կա թաքցված, հետո արդեն հասկանալով, թե ինչ է մեր արքիկի մեջ թաքցրած, հարցերի հարցադրումների օգնությամբ մեր հեքիաթն ենք վերհանել նորից, ևս մեկ անգամ ամրապնդել ենք, խաղ ներկայացում ենք կազմակերպել եւ ինչ կլիներ, եթե մեթոդն եմ օգտագործել կշռադատման փուլում, ինչ կլիներ, եթե խոզուկներից մեկը քարից չպատրաստեր տնակը, ինչ կլիներ, եթե համերաշխություն չլիներ։ Եվ որպես գործիք աստղաթափն եմ օգտագործել ընթացքում երեխաների ճիշտ պատասխանների վրա հիմնվելով։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Հարգելի դաստիարակներ, իսկ հիմա մենք կխաղանք մի փոքր ակտիվացնող խաղ։ Հիմա ձեզ հրավիրում եմ կենտրոն, եկեք մոտեցեք։ Հարգելի դաստիարակներ, իսկ հիմա ես կբացատրեմ ձեզ խաղի կանոնները։ Կցանկանայի լսել այս պահին ինչ կարողունակություն դուք կառանձնացնեիք եւ ինչպես այդ կարողունակությունը կարող եք զարգացնել ձեր սաների մոտ։ Ընկեր Գանե ջան, լսում ենք ձեզ։ Ես մշակութային կարողունակությունը կառանձնացնեի ինձ համար, այդ ուղղությամբ կատարում եմ բավականին աշխատանքներ, երեխաների հետ կազմակերպում եմ էքսկուրսիաներ, գրքի տոն, այդտեղ այցելում ենք տեսարժան վայրեր, զբոսայգիներ, զրուցում ենք այդ թեմայով, թարմ իրադրություն, այցելել ենք Երևան քաղաքի տոնի հետ կապված, ավտոբուսով էքսկուրսիա անցկացրեցինք եւ դա շատ օգնեց։ Շատ ողջունելի է։ Ասեք, որ այդպես երեխաները ավելի Այո, ակնառուտեսան երեխաները քննարկեցինք, երգերը լսեցինք Երևանի մասին եւ դա ավելի հաջողություն բերեց մեզ։ Շատ լավ։ Խնդրեմ, մոտիվացիոն կարողունակությունը, քանի որ երեխաներին անգամ գովեստի խոսքեր ասելով նրանք ոգևորվում են, աշխատանքները սկսում են ավելի ակտիվ կատարել եւ գնահատման գործիքները եւս իրեն շատ լավ օգնում են աշխատանքը ավելի ոգևորված անել։ դուք առանձնացնում եք մոտիվացիոնը։ Ընկեր Անահիտ ջան, դուք որ կարողունակությունը կառանձնացնեք առավել։ Ես կցանկանայի իմ սաների մեջ առանձնացնել ժողովրդավարական եւ քաղաքացիական կարողունակությունը, որպեսզի իմ սաների մոտ զարգացնեի
տիրապետեին բարևարկության կանոնների, որպեսզի երեխաները ճանաչեին հայրենի երկիրը, հայրենիքը եւ կարողանային սովորել, պահպանել հայրենի երկիրը։ Հայրենասիրություն։ Այո, Հայրենասիրություն։ շատ լավ է։ Կրծեր առաջի խմբի դաստիարակ, ընկեր Գաներ ջան, լսում եմ ձեզ, ինչ կարողունակություն դուք կցանկանայիք ավելի խորացնել։ Քանի որ երեխաները գալիս են ինձ մոտ ոչ լիարժեք խոսքով, ես խաղերի միջոցով երեխաներին ադապտացնում եմ սոցիալական եւ փորձում եք որպեսզի փորձում եք շփվել իրենց հասակակիցների հետ։ Այո։ Ֆիզիկական կուլտուրայի եւ առողջությանը պահպանման կարողունակությունը, որի միջոցով որը նպաստում է երեխայի ֆիզիկական, հուզական, սոցիալական զարգացմանը, շարժումների, խաղերի, առողջ սովորությունների միջոցով երեխաների մոտ ձևավորում է ոչ միայն ֆիզիկական կարողությունը, այլ նաեւ երեխան սովորում է սիրել, շաշվել, փոք տանել իր առողջության մասին։ Այս կարողունակությունը նպաստում է ինքնուրույն, ակտիվ եւ առողջ անհատ ձևավորի։ Գերհերինե ջան, եւ լսենք ձեզ։ Ես որպես ավագ խմբի դաստիարակ կցանկանայի ավելի շատ զարգացնել լեզվական հաղորդակցական կարողունակությունը, որովհետեւ կապում եմ բոլոր բաղադրիչների հետ, բոլոր բաղադրիչներում այդ լեզվական հաղորդակցական կարողունակությունը պետք է գալիս։ Այդքանը երևի դա կզարգացնենք, որպեսզի դպրոցին պատրաստ լինեն արդեն։ Բայց Շատ խոսք ունենան։ Շատ շնորհակալություն։ Բայց եկեք նշենք, որ 9 կարողունակություններ շատ կարևոր են մեր ուսուցման եւ զարգացման գործընթացում։ Շատ շնորհակալություն, նստենք։ Հիմա ես կցանկանայի ամփոփել մեր սեմինարը այս 3 հարցերով։ Ինչ նոր բան սովորեցինք այսօր, ինչ կնետենք աղբամանը եւ ինչ կտանենք այսօր մեզ հետ։ Ընկեր Անահիտ ջան, խնդրում եմ։ Նորից կրկնեցինք մեր կարողունակությունները զարգացման եւ կիրառումը պարապմունքների ընթացքում։ Աղբամանը չեմ նետի ոչինչ եւ այսօր ինձ հետ կտանեմ, որ ավելի շատ խաղերը կիրառեմ պարապմունքների ընթացքում։ Ինչ նոր բան սովորեցի ես այսօր, սովորեցի էլ ավելի պլանավորված անցկացնել պարապմունքներս, իհարկե աղբամանը ոչ մի բան չեմ նետի, քանի որ ամեն իման ձեռք բերված գիտելիքները մեծ նշանակություն ունի ինձ համար եւ ինձ հետ կտանեմ հսկայական մեծ գիտելիքների աշխարհ այսօր։ Իսկ դուք ինչ սովորեցիք այսօր, ընկեր Հերինե, ինչ կասեք։ Ինչ սովորեցինք մենք այսօր, երևի այն որ սաների դաստիարակության գործընթացում շատ կարևորում է, պետք է կարևորել գիտելիքների, հմտությունների եւ արժեհամակարգի ձևավորումը։ Աղբամանը ոչինչ չեմ նետի, որովհետեւ յուրաքանչյուր մեր ստացած գիտելիք մեզ հիմք է հանդիսանում նոր գիտելիքներ ձեռք բերելու համար եւ ավելի բանիմաց դառնալ մեր աշխատանքի մեջ, իսկ ինչ կտանեմ ինձ հետ, նոր մոտեցումներ, հետաքրքիր եւ արդյունավետ եւ շարունակական կրթվելու հնարավորություն։ Շատ շնորհակալություն։ Դուք ինչ կասեք, ընկեր Գաներ։ Ինչպես կամփոփեք այս պարապմունքը։ Ես ինձ համար էլ ավելի կարևորեցի այդ կարողնակահեն կրթությունը, որովհետև հասկացա, որ երեխաները իրենց գիտելիքները, հմտությունները վերջապես կկարողանան այդ հմտության տեսքով երեխայի մոտ տեսնել, այսինքն միայն գիտելիք տալը դեռևս բավարար չի։ Ես կփորձեմ այդ մեթոդներից ավելի հիմնվել, ավելի շատ օգտվել, որպեսզի ուսումնական process-ը ավելի ճիշտ կազմակերպի։ Աղբարկը ոչինչ չեմ նետի, միայն երևի իմ սեփական վախերը, որ ինչ-որ բան չի ստացվի։ Եվ նույնն էլ երևի կկարողանամ երեխաներին առաջնորդեմ, որ իրենք էլ չունենան նման վախեր, ոչ մի նոր բանի հանդեպ։ Շատ աղբեք։ Իսկ ինչ կտանեք այսօր ձեզ հետ։ Ինչ կտանեմ, ընկերական փոխհամագործակցությունը, ձեր օգնությունը, խորհուրդները, բոլորիս միմյանց սատարկանգնելու, գիտելիքները ամրապնդելու այս մթնոլորտը։ Շատ շնորհակալություն։ Դուք ինչ կասեք։ Ես այս սեմինարից սովորեցի, որ կարևոր է ոչ միայն գիտելիք տալ երեխային, այլ օգնել նրան, որ այն օգտագործի։ Ինձ հետ տանում եմ նոր մոտեցում, կարողությունների զարգացման գաղափարը եւ նետում եմ աղբամանը, այն հին մեթոդները, որը երեխային
դարձնում մեր пассив ունկնդի, այլ ոչ թե ակտիվ մասնակից։ Շատ շնորհակալություն հարգելի դաստիարակներ ձեր ուշադրությունը եւ ժամանակը տրամադրելու համար։ Հուսով եմ այսօրվա սեմինարը ձեզ կօգնի հետագա աշխատանքների գործընթացում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։